Պարոն Սիմոնյան, այսօր նշվում է աշխատանքի եւ աշխատավորի միջազգային օրը, այսօրվա կապակցությամբ շնորհավորում ենք ձեզ եւ կխնդրենք օրվա խորհրդին անդրադառնաք։ Շնորհակալ եմ, ես նույնպես շնորհավորում եմ եւ ձեզ եւ մեր հայ ազգի բոլոր այն աշխատավոր մարդկանց տոնը, ովքեր աշխատում են, չաչարվում են։ Նախ ասեմ, որ սա սկիզբ առել դեռևս 1886 թվականից, երբ որ ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում աշխատավորների մեծ հսկայական բազմություն գործադուլ են հայտարարել, то есть պահանջելով 8 ժամվա աշխատանքային օր, հետո այդ այսպես ասած այդ ամեն ինչը գնացել է դեպի բախումների եւ ցավոք սրտի այդ արդյունքում մահացել են թե աշխատավորներ, թե ոստիկաններ, որից հետո 1890 թվականից սկսած արդեն այսպես ասած դա վերածվել է որպես ոչ աշխատանքային օր, այսինքն աշխատավոր ժողովրդի բողոքի եւ պահանջների օր, այսպես ասեմ։ Հայաստանում էլ նույնպես մայիսի 1-ը համարվում է աշխատավորների օր եւ ոչ աշխատանքային օր։ Գոնե մեկ օր, աշխատավոր ժողովուրդը ունենա իր տոնը։ Այսօր իմ Հայաստան գործարար աշխարհ վերնագրով, այսպես ասեմ, միջոցառում է լինելու, նշելու ենք, խոսելու ենք, շփվելու ենք աշխատավորի օրվա հետ կապված։ Քննարկում է լինելու եւ ինչ առաջարկներով եք դուք ներկայացել այստեղ։ Ես այսօր այստեղ որպես, այսպես ասեմ, հանդիսավոր եմ, ով ներկայացնելու է թե օրվա խորհուրդը, արարողակարգը, հետևելու եմ ամբողջ ընթացքին, լինելու են այսօր բիզնես ոլորտի մասնակիցներ, բիզնեսմեններ, ովքեր թե իրաց մտքերով, իրաց իդեաներով, կատարած գործերով, ինչու՞ չէ, նաեւ շփվելու են, առնչվելու են, այդպես։ Պարոն Սիմոնյան, նաև մշակութային գործիչ եք, կցանկանամ նաև այսօր ձեր գնահատականը տակ, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում մշակութային ասպարեզում, ինչ սանդղակի վրա է գտնվում։ Գիտեք, այսօրվա իրականության հետ անկեղծ կարող եմ ասել մշակութային աշխարհի գործունեության համար այդքան էլ բարենպաստ չի ամեն ինչը, բայց մշակույթի ներկայացուցիչները, հատկապես ես ավելի շատ թատրոնի ներկայացուցիչ եմ, թատրոնի մարդ եմ, այսօր մի տեսակ կա ճնշում, որը Չան կողմից։ Գիտեք, մի տեսակ չափանիշները կարծես թե փոխվում են, արժեքները փոխվում են, ու ինչքան ուզում ես ստեղծագործես, արարես, պայքարում ենք։ Եթե առաջ ստեղծագործում էինք, որ էներգիա եւ էմոցիա տայինք հանդիսատեսին, հիմա ավելի է դժվարացել, որտեղ ինչ-որ խառնաշփոթ է տիրում, ընդհանուր քաոս է տիրում։ Այս դեպքում արվեստագետի, դերասանի աշխատանքը ավելի է դժվարանում, որ կարողանա ոչ միայն գեղեցիկն ու գեղարվեստորեն ներկայացնի իր ասելիքը, այլ նաեւ ջանք երամ չենք խնայում, որ մարդկանց հանենք այս քաոսից։ Սա չեմ ասում կառավարության թե ինչի հետևանքն է, բայց որ կա, դա փաստ է, եթե երկրում, եթե պետությունում արվեստը առաջին տեղում չի, ապա ինչի մասին է ամեն ինչը։ Եթե արվեստը առաջին տեղում չի, ապա մնացածը ինչ են անում։ Պարոն Սիմոնյան, հավանաբար տեղյակ եք, որ ազգային բառը փորձում էին հանել բոլոր ուսումնական հաստատություններից, օպերայից, գիտությունների ազգային ակադեմիայից են փորձում հանել, ընդհանուր բոլոր ուսումնական հաստատություններից փորձում են հանել, նախագիծ են որոշում։ Դուք ինչպես եք ընդունում այս հանգամանքը եւ ինչու է այս իշխանությունը խուսափում այսքան ազգային բառից, ազգային գաղափարներից։ Նախ ազգային գաղափարների մասին խոսելուց նախ պետք է կրես ազգային արժեք, որ դու խոսես ազգային գաղափարների մասին։ Այստեղ ինձ կարծիքով վերանայելու նախ մարդը ինքը իրեն վերանայելու եւ իր գործունեությունը վերանայելու ինձ թվում է լուրջ կարիք կա, որից հետո կարծում ամեն ինչ երևի թե կհարթվի գտնի առաջ, բայց պետք է մի հատ վերանայվես ամեն ինչը, որտեվ ազգային բառը, բա ինչա փոխարինելու ազգային բառին, հակազգային, ինչա փոխարինելու ազգային բառին, ինչա գալու փոխարինելու, դուրս եկավ ազգային բառը, իրան գալիս է ինչ փոխարինի։ Աշխարհաքաղաքացի են ուզում ձևավորել։
Դե թող գնան ձևավորեն, թողեն մենք էլ ձևավորվենք ու դրսևորվենք մեր իմացած, մեր պատմական, մեր գենետիկորեն, գենոֆոնդով հարուստ մեր երկրում։